ժամանակ է մնացել, շուտով ընտրություններ են։ Չեք կարծում, որ ժամանակն է վարչապետի ձեր թեկնածուի անունը հրապարակել։ Դեռ ոչ, ժամանակ։ Ինչու 5 օր է մնացել։ Որ ժամանակը լինի կասեմ։ Ընտրողների համար ավելի հարմար չի լինի եւ Շատ հարմար կլինի։ Սա հաշվարկած համար են քվեարկելու։ Ծառուկյանի համար են քվեարկելու, Ծառուկյանը ժողովրդին իր պատասխանը կտա։ Պարոն Ծառուկյան, օրորի ավելի սաստկանում է սահմանափակումները, արտահանման տնտեսվարողները մարդիկ կանգնել են անելանելի վիճակում։ Ինչ ելք եք առաջարկում դուք։ Ես առաջարկի ասել եմ, ես դա մեկ ամիս առաջ եմ ասել, որ այսօր հարկավոր է քայլեր ձեռնարկել, որտեղ տնտեսությունը, ես նորից եմ ասում, դա չի լինում իշխանամետ կամ ասենք թե անդիմադիր։ Տնտեսությունը կամ զարգանում է կամ քանդվում է։ Այսօր վերել են արդեն քանդման եզին անդուտի վրա կանգնացել են։ Բոլոր ասենք թե վարկերի տակ, աշխատողների աշխատավարձ, որ չգիտեն ապրանքը թափում են, ոսեր հայտարարում են ավելի այլ ընտրանք ունեն։ Ձեր ցավը տանեմ, կարամ գրեմ ստորագրեմ։ 10 տարի նրանք չեն կարող այլ ընտրանք ստեղծեն։ Ժողովուրդը տուժելու են, սննկանալու են, աղքատանալու են, քանդվելու է, վերանալու է։ Այս իմ ասացին դեր կվստահեն կտան։ Մի օրում կբացեմ համարժեք հարգանքով կանաչ ճանապարհ բոլորի համար։ Ծառուկյան, Արադ ցեմենտի մասով եմ ուզում հարցնել։ Դուք տեղյակ եք կառավարիչ նշանակելու մասին, կա խոսակցություն նշանակվել է, գիտեք, վարչապետ Փաշինյանը պետականացման մասին է խոսել, ինչ գործընթաց կա։ Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, միայն լսել եմ, ասել են, ես էլ ասել եմ, որ ես հիմնական իմ խոսելուց ժողովուրդը որ ավելի ասենք թե ընդունել եմ դառը հասկանալի խոսում են, ինքը լիարժեք նայելով հարցումներ անելով, դրա համար ինքը ունի ցելլար, չգիտեմ, 25 տարվա գործան առել եմ։ Տեղը տեղին կազմակերպել եմ, ներդրումն արել եմ, հարկերը տալիս եմ, ամսական 500 միլիոն հարկ եմ տալի, 1400 մարդ պահում եմ, այսօր շինարարություն կառուցելու, սարքելու համար որևէ դիտողություն բաստողում չկա։ Ինչ հիմունքների վրա, եթե այսօր խլելով է, այս երկիրը կարա զարգանա, ոչ թե մի մարդ, էլ այս երկրում փոքր դին, իմ ճիշտ խոսալու, տեղը տեղին ասելու համար, դա համար ասենք թե բան են անում, որ պետք է խլեն օրենք առաջ բոլոր ավասեն, կա տենց օրենք, իրենց ցավներ տան։ Այսինքն դուք չեք կարծում, որ խախտումներով է եղել սեփականաշնորհման գործը։ Այսինքն խախտումը ո՞րն է այդ, դու գնացեք մի հատ վերցեք նայեք։ Դատախազությունն է փնտրում դրա համար։ Դե դատախազությունը փնտրում է, թող փնտրի, ես ասում եմ այն ժամանակ Շվեյցարիայից է եղել առաջի մարտը, որ պետք է գար, եկել է ներդրման համար, տեսել է գործանի վիճակը, վախից թող է գնացել է։ Առաջին եղել է, գործան եղել է պարտքի տակ 7 միլիոն դոլար գազի համար, 1.9 միլիոն հարկեր պետք է տար, հոսանքի փող տային, աշխատավարձ տային, այդ սաղ արել ենք, ինչի տակ ստորագրել են, 1-10 ավելացել ենք, հիմա ամսի 22 թվականից էլ մոտարապես 20-25 միլիոն ներդրում եմ արել, որ այսքան շինարարություն, այսքան պահանջարկը սարքենք, կառուցենք, զարգացնենք։ Ես սարքող, կառուցող մարդ եմ։ Ես քանդող, բռնող չեմ։ Ծառուկյան, հարակից հողերի մասին էլ այսօր դատախազությունը, որ այսպես ասած ձևական աճուրդներով են այդ հողերը։ Մոտ 70 Ուրեմն ով որ ներողություն, թող դատախազություն, թող դիմեն իր սավը տանեմ։ Ես աճուրդ սարքող եմ, համայնքատիրությունները թող այդան պատժեն, ներկայացել են մասնակցի առել եմ։ Եթե ես իմ թիմով արած լինեի, դա ուրիշ արել է համայնք, արել է, մենք էլ արել ենք։ Վերադարձի հայց է ներկայացվել։ Ինչ Դուք պատրաստում եք դատարանում մինչև վերջ, այսպես ասած, պայքարել, թե կվերադարձնեք պետությանը։ Հարակից հողերը վերադարձնելու հայց է Ես ներկայացվել։ նորից եմ ասում, եթե դա անօրինական է, խնդրեմ, հարց կա, բայց եթե համայնքը ներկայացել է աճուրդ, տենդեր, մենք մասնակցել ենք, ես კი խաբարել չեմ, գնել ենք։ Ինչն է խնդիր։ Հիմա երևի ուզում են դա հետ վերցնեն, որ ադրբեջանցիները կանց եմ զավոտ էլ դնեն։ Թողան օրենքի հարաճ բոլորը հավասար։ Ծառուկյան, իսկ բանավեճին առաջին համարների դուք մասնակցելու եք։ Քանի որ հանդիպումներ ա դրած, դրա համար չգիտեմ։ Շնորհակալ։ Ամսի 4-ի մասին է խոսքը երեկոյի։ Դե ամսի 4-ին մենք հանդիպ Երևանում ամենամեծ մեր հանրահավաքն է։